Քրիստոսի խաղաղությունը ձեր հետ ալլահ սիրելիներս։ Մեր այսօրվա նույնն է Սուրբ Կույս Մարիամի 7 վիշտերը։ 7 վիշտերը կամ 7 սուրերը այն դեպքերուն շղթան են, որ Սուրբ Կույս Մարիամ անցավ իր կյանքին ընթացքին։ Այս վիշտերը հաճախ պատկերացված են իբրև 7 սուրեր, որոնք խոսած են անոր սիրտը։ Անոնք ամբողջությամբ կապված են Հիսուսի հետ։ Առաջին վիշտը Սիմոն ծերունի մարգարեությունը Ղուկասու ավետարանին 2-րդ գլուխ 25-րդ համարեն մինչև 35-րդ համար, երբ Սիմոն ըսավ Մարիամին, թե սուրը պիտի անցնի իր սրտին իր որդին տառապանքներուն պատճառով։ Երկրորդ վիշտը Փախուստը Եգիպտոս Մատթեոսի ավետարանին 2-րդ գլուխ 10-րդ համարեն մինչև 15-րդ համար, երբ սուրբ ընտանիքը հարգադրվեցավ փախչի, որպեսզի փրկե Հիսուսը սպանութենե։ Երրորդ վիշտը Հիսուսին կորսվելը տաճարին մեջ, Ղուկասու ավետարանին 2-րդ գլուխ 41-րդ համարեն մինչև 50-րդ համար, երբ Մարիամ եւ Հովսեփ 3 օր շարունակ փնտրեցին Հիսուսը, մինչև որ գտան զինք տաճարին մեջ։ Չորրորդ վիշտը Մարիամի հանդիպումը Հիսուսի հետ խաչը շրջած Ղուկասու ավետարանին 20-րդ գլուխ 27-րդ համարեն մինչև 31-րդ համար, երբ Մարիամ տեսավ իր որդին ծանր խաչը շրջած Գողգոթա տանող ճամփուն վրա։ 5-րդ վիշտը Հիսուսի խաչումը եւ մահը Հովհաննու ավետարանին 19-րդ գլուխ 25-րդ համարեն մինչև 30-րդ համար, երբ Մարիամ ականատես եղավ Հիսուսի ցավին եւ մահվան խաչին վրա։ 6-րդ վիշտը Հիսուսի մարմինը խաչեն իջեցնելը Մարկոսի ավետարանին 15-րդ գլուխ 41-րդ համարեն մինչև 46-րդ համար, երբ Մարիամ ստացավ իր մահացած որդին մարմինը խաչեն իջեցվել է ետք։ 7-րդ վիշտը Հիսուսի թաղումը Ղուկասու ավետարանին 20-րդ գլուխ 50-րդ համարեն մինչև 56-րդ համար, երբ Հիսուսի մարմինը դրվեցավ գերեզմանին մեջ։ Այս վիշտերը մեզ կհիշեցնեն Մարիամի խոր սիրուն եւ զոհաբերության մասին, ան կմնա օրինակ հավատքի եւ համբերության մեջ, հատկապես ցավին ու տառապանքին դիմաց։ Ամեն։